Համացանցում հրապարակվել է պատմության ամենամեծ ծավալով գողացված տվյալների բազան, ավելի քան 16 միլիարդ մուտքանուն եւ գաղտնաբառ։ Ըստ Forbes-ի ցանկում ներառված են Apple, Google, Facebook, Instagram, GitHub, Telegram եւ այլ հայտի հարթակների օգտատերերի հաշիվներ։ Այս գաղտնաբառերը նախկինում արտահոսքերում չեն եղել։ Խոսքը թարմ, նոր ստացված տվյալների մասին է, որոնք հնարավոր է հավաքագրվել են վերջերս իրականացված լայնածավալ հարձակումների կամ համակարգային խոցելիության արդյունքում։ Սակայն ըստ մեդիա փորձագետ Արթուր Պապյանի դեռ շատ բան պարզ չէ եւ շատ տվյալներ կարող են կրկնվել։ Ասել, որ սա պատմության ամենավտանգավոր արտահոսքն է, ես չէի ասի, քանի որ մենք առայժմ գործ ունենք ընդհանրապես պնդման հետ եւ դեռևս թե որոշակիորեն լուրջ լրատվամիջոցներ արդեն խոսում են այս արտահոսքի մասին եւ ենթադրաբար տեսել են ինչ-որ տվյալների քանակություն, ամեն դեպքում մենք նույնիսկ հենց հեղինակներից չունենք ամփոփ տվյալներ, քանի մարդու է սա վերաբերում, կոնկրետ որքանով է այս տվյալների խումբը թարմ։ Ֆիշինգային հարձակումների մեծ մասը սկսվում է բաց աղբյուրներից տվյալների հավաքագրմամբ, open source investigation մեթոդով։ Հաքերները հրապարակային տեղեկատվության հիման վրա ստեղծում են ավելի վստահելի եւ նպատակային խաբեության սխեմաներ։ Երբ հանցագործները փորձում են բաց տվյալներից, այսպիսի տարբեր արտահոսքերում հայտնված տվյալներից իմանալ ինֆորմացիա տվյալ մարդու մասին, կազմել իր մասին ամփոփ պատկերացում, ինչպիսի գաղտնաբառեր է այդ մարդը սիրում օգտագործել, ինչպիսի օգտահաշիվներ ունի, իր լոգիկան հասկանալ եւ դրա հիման վրա գեներացնել կոնկրետ մարդուն թիրախավորող, այսպես ասած, գաղտնաբառերի փոքրիկ շտեմարան, բառարան, որով կսկսի շարունակել հարձակումը իր պրոֆիլների վրա։ Արթուր Պապյանը հորդորում է լինել առավել զգոն օգտագործելով երկփուլային նույնականացում, յուրաքանչյուր օգտահաշվի համար սահմանելով եզակի գաղտնաբառ։ Նաև ստուգել արդյոք ձեր տվյալները հայտնվել են արտահոսքում, օրինակ haveibeenpwned.com կայքի միջոցով։ Նույն գաղտնաբառը տարբեր տեղեր վերօգտագործած մարդիկ հայտնվում են լուրջ խնդրի առաջ, որտեղ իրենց բոլոր օգտահաշիվները հայտնվում են խնդրի առաջ, հանցագործների ձեռքում։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մարդիկ նախ օգտագործեն յուրահատուկ գաղտնաբառ ամեն մի առանձին վերցված օգտահաշվի համար եւ նաեւ կիրառեն երկգործոն, բազմագործոն նույնականացում, այսինքն դա նույնականացման մի ձև է, երբ որ գաղտնաբառից բացի պահանջվում է եւս մեկ գործոն։ Այս արտահոսքը եւս մեկ անգամ ահազանգում է, ոչ ոք ապահովագրված չէ կիբերհարձակման վտանգից։ Խարդախները գողացված տվյալները կարող են օգտագործել տարատեսակ նպատակներով՝ օգտատերերի անունից կեղծ հաշիվներ բացելուց, վարկեր վերցնելուց մինչև անձնական նամակագրության հրապարակման շանտաժ։ Անձնական տվյալների պաշտպանությունն արդեն ընդամենը տեխնիկական հարց չէ, այլ ամենօրյա անհրաժեշտություն։ Յուրաքանչյուր օգտատեր պետք է պատասխանատվություն կրի իր թվային անվտանգության համար, սկսելով մի պարզ քայլից՝ փոխել գաղտնաբառերն այսօր։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։